Մոտ մեկ ամիս է սկսել է գործընթացը Նիկոլ Փաշինյանին, ապրիլի 28-ի նամակները հանձնեցիք։ Ուզում էի հասկանալ ընթացքը ինչպես է գնահատում այս սկսած գործընթացի։ Դե ակնհայտ է, որ այդ օրվանից այդ հարցը դարձել է ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցը, ընդ որում այն օրակարգը, որը ոչ թե թելադրված է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ իրենից անկախ եւ գործընթաց ընթանում է իր կողմից չվերահսկվող, չկառավարվող տրամաբանությամբ, այն դարձել է բոլոր քաղաքական գործիչների հիմնական խոսույթը։ Դրա վերաբերյալ կա երկու ընդդիմադիր խմբակցությունների պաշտոնական հայտարարություն եւ կա նաեւ երկու падգամավորների կողմից նախաձեռնություն իրենց տեխնացիով վարչապետին անվստահություն գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս ամենը սովորական երևույթ համարել չի կարելի, համենայն դեպս սա հենց արդեն վկայությունն է այս ամբողջ գաղափարի լրջության եւ դրա հնարավոր արդյունքի միտված լինելու տրամաբանության մասին։ Եվ մենք այսօր կանգնած ենք ուղղակի հիմա մի հանգրվանում, որ պետքա ընդդիմադիր խմբակցությունները նախ սկսեն կամ խմբակցություններում ընդգրկված падգամավորները սկսեն իրենց տեխնացիով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եթե այդ որոշումը լինի, հուսամ, որ դա չի ուշանալու, առաջիկայում մենք պետք է ունենանք արդեն նույնիսկ ժամանակը ինքը իր բնության ուժով նորից հուշում է, թե ինչ արագություն եւ տրամաբանություն դա կարող է ունենալ, մենք թվափոխենք սկզբունքորեն նոր փուլ եւ այդ փուլում մենք ունենանք շատ արագ զարգացումներ եւ ես ակնհայտորեն տեսնում եմ դրա հաջողությունը։ Այդ առումով ես իմ կողմից ավելացնեմ, որ իրադարձությունների զարգացումը կարող է լինել 3 տարբերակով։ Բացառում եմ իմպիչմենտի գործընթացի օրակարգից դուրս գալը քաղաքական, դա բացառում եմ, մինչև նույնիսկ 2026 թվականի, եթե նույնիսկ ենթադրենք հասնենք ընտրությունները, դա օրակարգում լինելու է եւ անպայման հանրությունը ընտրողները այդ հարցը տալու են ընդդիմադիր падգամավորներին, ովքեր ընտրությանը կմասնակցեն, թե ինչու չարեցին։ Տարբերակ առաջին, երբ որ երկու խմբակցություններ ընդդիմադիր, ի վերջո մի կողմ կթողնեն իրենց տարաձայնությունները, անձնական ամբիցիաները, որը հստակ արտահայտվում է գոնե խմբակցություններից մեկի կողմից եւ կառաջադրեն միասնական տեխնացու, որի շուրջ բոլորս միասին կհամախմբենք եւ աշխատանք կտանենք։ Տարբերակ երկրորդ, եթե խմբակցություններից մեկը մասնավորապես Հայաստան խմբակցությունը շարունակի այս գործելավոճը, որը որ ինքը աշխատում է, այսինքն ներսից տորպետահարումը իրականացվի, այսինքն խմբակցությունից մյուսը առաջադրի տեխնացու եւ արդեն ոչ մասնակցության եղանակով Հայաստան խմբակցությունները միանա գործընթացին եւ նորից սկսվի այսպես միասնականության համախմբման գործընթացը, սա իմ համար ոչ ցանկալի տարբերակ է։ Եվ երրորդ տարբերակը, եթե ի վերջո մեր երկու խմբակցություն, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեն իրենց նախընտրական բուն խոստումից, դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խոստումն է, եւ այդ ժամանակ հանրությունը ինքը իր ուժերով առաջադրի տեխնացու, հանրության համար ընդունելի տեխնացու եւ падգամավորներին արդեն բոլոր 107 падգամավորների մասին է խոսքը, արդեն առանց տարանջատելու ընդդիմադիր իշխանական սկսվի այսպես կապարտադիր կամավոր սկզբունքով ստորագրահավաքը։ Այս բայդրությամբ ընդդիմադիր դաշտում ընթանում են շատ ակտիվ բանակցություններ, հուսով եմ դրանք մոտապես եթե ժամանակագրությամբ ասեմ մի քանի օրվա այսպես բան ունեն, հա, գործողություն ունեն, մի քանի օրից մենք կիմանանք այդ տեխնացուների այդ բանակցությունների արդյունքները եւ արդեն հուսով եմ կմտնենք կիրառական փուլ, այ ոչինչ չանելու այս ընդդիմադիր դաշտի այս ապաթիկ ոչինչ չանելու այս մուդից տեղափոխվենք արդեն գործնական ստորագրահավաք, հանրության մոբիլիզացիա եւ այլ այդ բոլոր փուլերը։